այս պահին տարբեր շտաբերով ենք անցնում, փորձում ենք հասկանալ ինչպես է ընթանում օրը, հոսքը ընտրողների ոնց է գոհեք, դժգոհեք, ինչ ակնկալիքներ եք ունեցել, ինչ խախտումներ են արձանագրվել, ինչ եք սպասում։ Նախորդ ընտրությունների համեմատ բավականին հոսքը ընտրողների շատ է, բավականին մեծ մասնակցություն կա։ Կարծում եմ մինչև ժամը 20:00-ում դեռ կավելանան ընտրողների թիվը։ Կարծիքով 40%, մի փոքր ավել պակաս կլինի մասնակցություն ընտրողների թվից։ Տեսեք, մենք ավելի վաղ եղել ենք մի քանի ինտրատեղամասում, որոնց թվում նաև բավականին խնդրահարույց Արագած համայնքում ահազանգի հետքերով են գնացել այնտեղ կուտակումներ, ուղղորդումներ, կարծես խնդիրը հիմնական ցուցակների անճշտություններն են, ավել մարդիկ են հասցեներում գրանցված, չգիտեմ, մահացած մարդիկ են, որ ցուցակներում տեղ են գտել ու Արագածում էլ ուղղորդումներ, կուտակումներ, ինչ վիճակագրություն ունեք այս պահի արդեն հեսա 17:00-ին մոտ արդեն ձեր վիճակագրությունը ինչպիսին է, որ խախտումներն են երակա։ Հիմնականում ուղղորդումներն են, այո, հիմնականում սա բնորոշ է գյուղական համայնքներին, գյուղերի ինտրատեղամասերում են տեղի ունենում դա, այո, բեսիկս էլ ծանոթացել, տեղեկացել եմ, Արագած գյուղում է, Աղավնատուն գյուղում է, էլի գյուղեր կան, որտեղ հիմնականում ընտրողներին փորձում են ուղղորդել, փորձում են բերել ընտրատեղամասեր, տարբեր վարչական ռեսուրսներով։ Ինչ վերաբերում է ցուցակներին, մեծ անճշտություններ կա, հիմնականում արցախցիների հետ կապված մեծ խնդիրներ կա, ես նոր իմացա, որ անձնագրայինում էլ բավականին մեծ հերթ է, որովհետև մարդիկ գնում են, մարդիկ ուզում են իրենց ընտրական իրավունքը անպայման իրացնեն, գնում են տեղեկանք վերցնելու կամ ճշտելու, անձնագրայինից ճշտում պահանջելու, այս պահին այդ process-ն է տեղի ունենում, ինչ վերաբերում է բազմաթիվ խախտումներով սկսվել է քվեարկության օրը, առավոտ ժամը 8:00-ից մենք համացանցում տեսնում ենք, թե ինչ խախտումների մասին է խոսքը, բաց քվեարկություններ, ուղղորդումներ, կուտակումներ տարբեր տեղամասային կենտրոնների մոտ։ Մի խոսքով տեսեք, բոլոր տեխնացուները իրենց խոսքի մեջ ասում են, որ գնում են հաղթանակի, մեծամասնություն, այ բայց դուք որպես տեխնացու որոշակի քաղաքական կոնսուլտացիաներ ունեցել եք այլ ընդդիմադիր ուժերի հետ, ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել դեպքում, որոշ քանակի ձայներ հավաքելու, բայց առաջիկա դեպքում միանալու, կոնսոլիդացվելու, թե մտածելու եք ձայների հաշվարկից հետո այդ մասին։ Հեսա տեխնացուներից մեկը ասաց ընտրություններից հետո կմտածենք։ Դուք մտածել եք արդեն, թե ունենք նաև տեխնացու ասել է, որ ինքն է միակ ընդդիմադիրը, այսօր ավելի վաղ զրույցում, դուք այս մասով ինչ եք կարծում։ Այդ տեխնացուի մասով անկեղծ շատ հետաքրքիր է, կուզեի իմանալ հետո, որ ինքը միակ ընդդիմադիրն է։ Ինձ թվում է այդ ասողը ավելի շատ կարող է իշխանամետ լինի, քան ընդդիմադիր, բայց ասել, որ նման կոնսուլտացիաներ չենք ունեցել, նման պայմանավորվածություններ չունենք, բայց մենք հայտարարել ենք, որ եթե չստացվի հավաքել 50% եւ ավել ձայն, բնականաբար իրական ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության եզրեր ունենալու ենք, ընդդիմադիր կուսակցությունները, թիմերը իրենք պետք է հայտարարեն դրա մասին, բայց որ կուլիսային պայմանավորվածություններ չի եղել։ Շատ լավ, հետքը մի հարցազրույցների շարք էր արել, նրանցից մեկում իշխանության տեխնացուն Իշխանի Մեղրակյանը կադրային ջարդի մասին հարցին պատասխանել, որ կադրային ջարդ չի պատրաստվում իրականացնել, սակայն նա նաև չհերքեց, որ որոշ ընդդիմադիրների հարազատների աշխատանքից ազատել է ու դա մեկնաբանեց, վաճառաբանեց, որ ինքը ցանկություն ունի ընտրելու ում հետ աշխատի։ Այսինքն փաստացի չհերքեց, որ արդեն իսկ իրականացրել է որոշ շաբաթ կադրային ջարդ։ Ձեր ընտրվելու դեպքում այս մասով ձեր մարտավարությունը, ձեր քաղաքականությունը ինչ է լինելու, ոնց է լինելու, ոնց է պատկերացնում։ Չէ, կադրային ջարդ բնականաբար չի լինելու, պրոֆեսիոնալները շարունակելու են աշխատել, իհարկե քաղաքական մասով պաշտոն զբաղեցնողները բնականաբար մեզ հետ չեն կարողանալու աշխատել, բայց ինչ վերաբերում է սա նաև իրենք գյուղական համայնքներում են գյուղացիներին ասել, որ եթե հաղթանակ դաշինք ընտրվի, բոլորիդ գործից ազատելու են Խոյ համայնքի աշխատակիցներին, մենք ասել ենք, որ նման բան չկա, մենք կադրային ջարդի, քաղաքական վենդետաների կողմնակից չենք, ճիշտ հակառակը մենք գալիս ենք, որ միասնականությունը լինի, այդ սևեր սպիտակներն այլևս չլինեն, մենք դեմ ենք այդ թեզերին, այդ կարգախոսերին,
Իսկ ինչ վերաբերվում է իր ասացին, այո, ինքն է ասել, բա պետք է համաձայնել իր ինչու, ես կեն երևի թե ինքը չի լավ չի հասկացել համայնքապետի աշխատանքը որն է, ոչ թե պետք է ինքը ում հետ ուզի աշխատի, ով համապատասխանում է այդ աշխատանքին, ով իր գործի մասնագետն է, կապ չունի ինչ հայացքներ ունի, պետք է աշխատի։ Ճիշտը տենց է, մեր թիմի մոտեցումը եւ անձամբ իմ մոտեցումը այդպեսին է, այստեղ անձնական կմահաճույք չի, ոչ էլ համայնքապետարանի իրենց սեփականությունն է, որ իրենք ում հետ ուզեն աշխատեն, ում հետ չուզեն չաշխատեն։ Իսկ այդ մարդու տարիների վաստակը, ով է հաշվի առնելու, տարիների աշխատանքը, այսինքն տենց մարդը կարա տարիներով աշխատի, անուն ձեռք բերի, պատիվ, հարգանք, դառնա իր գործի լավ մասնագետը, մեկը մի օր որոշի, որ չի կարող աշխատել, չի ուզում աշխատել։ Նույն հարցազրույցների շարքում մեկ այլ տեխնացու, ով կարծես թե մարդկանց մեծամասնության ընկալումներում ամեն դեպքում ընդդիմադիր ծիրուն չի, Հարություն Մկրտչյանը իր համեստ հայտարարի մասով ասել, որ համեստ հայտարարագիրը, որովհետև ինքը օլիգարխների հետ չի ասոցացվում, աֆիլիացվում, իրանց համար երբեք չի աշխատել։ Այս մասով դուք ինչ կասեք, քանի որ ձեր աֆիլիացվում են տարբեր թիմերի հետ, այսպես կոչված նախնիների։ Ինձ հայտարարի հետ կապված պետք չի ոչ մեկ հետ աֆիլիացնել, որովհետև ես ինքս մասնագետ եմ, գիտությունների տեխնացու դոցենտ եմ, աշխատել եմ իմ աշխատանքով, իմ վաստակով, բնականաբար ինչ հայտարարում ներկայացրել եմ, դա ունեմ։ Ինքը եթե 30 քանի տարեկան տղա հայտարարում ոչինչ չունի, նա իրան դեպքում պետք է հարցրել, ասել դու ինչ ես աշխատել քո կյանքում, ինչի մասնագետ ես։ Դու մասնագիտությամբ ինչ ես։ Այդ հարցը տվեք մնացածը ինչ նշանակում օլիգարխների հետ մոտիկ չեմ, հետո է օլիգարխների հետ մոտիկ։ Մարդիկ, որ իրենք աշխատում են, ունեն գիտելիք, ունեն փորձ, իրենց աշխատանքով, իրենց ընտանիքի մյուս անդամների աշխատանքով որևէ, չգիտեմ, ինչ որ գույք են ձեռք բերում կամ շարժական գույք են ձեռք բերում, պետք է անպայման կապված լինեն ինչ որ օլիգարխի հետ, որ մարդը եթե 35 տարեկանում ոչ միտեղ չի աշխատել, բացարձակ, չունի կրթություն։ Դուք այս պահի դրությամբ պատմեք 10:00-ի մոտա գոհ եք անցնող օրվանից, բացի արձանագրված պատմումներ, ողջուններ, պատմումներ։ Դե բացի դրանից է, բայց դա ևս պետք է հաշվի առնել եւ ասել, որ ընտրախախտումներով է սկսվել օրը ամբողջ քվեարկության ընթացքը սկսվել այնտեղ շարունակվել տենց, իսկ որ դա հաշվի չառնենք բնականաբար։ Վաղ առավոտից հայակրելի դոկտորանությունը բազմաթիվ պատմումներ արձանագրել, դեռ երեկոյանից սկսած օրինակ ծրագրերը դրված դեպի փոփոխություններով են ընտրախախտում չի համարում։ Ամեն դեպքում ձեր կանխատեսումը ինչ է այդ պատմումները, ինչքանով կազդեն այսօր երկրի վրա։ Կարծում եմ ազդեցություն իհարկե ունենալու են մանավանդ գյուղական համայնքներում, այդ ճնշումները, վախի մթնոլորտը, մարդկանց ուղղորդումները իհարկե ունենալու են, նաև մարդկանց փոխարեն քվեարկությունները, արդեն որի-որ դեպք ենք լսում, որ մարդը գնում է քվեարկության, պարզում է իր փոխարեն քվեարկել է եւ մարդուն զրկում են զայնի իրավունքից։ Այս ամեն ինչը իրենց հետքը թողելու են այսօրվա ընտրությունների վրա բնականաբար։